Time no see. Ողջույն բոլորին, ես Մարին եմ, 2026-27 թվականի Flex ծրագրի ֆինալիստ։ Վերջերս շատ հարցեր էի ստացել կապված Flex ծրագրի հետ, ու քանի որ ֆիզիկապես հնարավոր չէր բոլորին հերթով պատասխանել, որոշեցի եւս մեկ անգամ նկարել Q&A վիդեո, որտեղ կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին։ Անցած շաբաթ Instagram-ում թողել էի story, որտեղ կարող էիք գրել ձեր հարցերը, հետեւաբար միացեք իմ Instagram-ին, որ դուք նույնպես տեղեկացված լինեք եւ հարցեր ունենալու դեպքում դիմեք։ Սա իմ Q&A վիդեոյի երկրորդ մասն է, իսկ առաջին մասը կարող եք գտնել իմ YouTube-ի ալիքում։ Եկեք զուտ սկսեմ առաջին հարցից։ Դուք որ փորձից եք անցել, ես հենց անցել եմ առաջին փորձից, առաջին անգամ դիմել եմ ու անցել եմ։ Այ երկու մակարդակով հնարավոր է դառնալ ֆինալիստ։ Իրականում այս հարցը երևի ամենաշատ տրվածներից էր։ Հնարավոր է։ Այդ ամենը կախված է ձեզանից։ Եթե դուք վստահ եք, որ ձեր անգլերենի մակարդակը ձեզ թույլ կտա երրորդ փուլ անցնելու դեպքում շահադությունը գրել անգլերենով, ապա ցանկացած մակարդակ նորմալ է, հնարավոր է այդ մակարդակով անցնելը։ Ես նույնիսկ լսել եմ, որ սեմիֆինալիստների շատերը պատասխան չիմանալու դեպքում ուղղակի նկարել են, բայց ես ինքս տենց չեմ արել, չեմ կարել ձեզ հստակ ասեմ, որ կարեք գնաք զուտ նկարեք։ Այդքան մի անհանգստացեք այդ մակարդակի վրա, այդ ամենափոքր բանն է, որը հետաքրքրում է Flex-ին։ Ուղղակի ցույց տվեք ձեր էությունը, ձեր անհատականությունը, ձեր պատրաստակամությունը ու այդքան մի կենտրոնացեք մակարդակի վրա։ Շահադությունները մոտավոր ինչ թեմաներով են լինում։ Շահադությունների թեմաները կարող եք Google-ում search անել, կարող եք գրել Flex essay topics ու կգտնեք լիքը շահադությունների թեմաներ, որոնք շատ հավանական է, որ կհանդիպեն ձեզ ձեր շահադությունների ժամանակ, հարցազրույցի ժամանակ իրենք ինչ պատասխաններ են ակնկալում, իրենք ինչ որ առանձնահատուկ բան ձեզանից չեն ակնկալում, իրենք ակնկալում են ձեզանից հարցի պատասխանը, այսինքն եթե իրենք ձեզ հարցնում են ձեր անունը ինչ է, դուք ուղղակի ձեր անունը պետք է ասեք, եթե իրենք ձեզ հարցնում են թե ինչ experience-ներ եք ունեցել, թե ինչերի միջով եք անցել, ուղղակի իրանց պատմեք, թե ինչերի միջով եք անցել, ինչ եք դրանից սովորել, այսինքն իրանք ակնկալում են ձեզանից զուտ հարցի պատասխանը։ Ինչպես գրել էսսեները, որպեսզի ունենան AI-ից հատուր տոկոս, AI-ով մի գրեք ուղղակի։ Իմ հետ պատահել է, երևի դրա համար մարդիկ այս հարցին ձեզ քան տալիս։ Իրականում ոչ մեկ ինձ չի ասել, որ քո essay-ի մեջ AI տոկոսը բարձր էր։ Ես ուղղակի դրել եմ Google-ում, ստուգել եմ ու այդտեղ ինձ ասել էր 98% կամ չի եւ 90-ից բարձր տոկոս էր բերել։ Իրականում երևի Google-ը այդքան բարձր տոկոս էր տվել, որովհետեւ ես AI-ի advanced բառապաշարից էի օգտվում, ինչ-որ CMAX-ի երկու բառեր էի օգտագործել։ Երևի հենց այդ էր պատճառը, որ Google-ը մտածել էր, որ AI է։ Այս հարցին կպատասխանեմ զուտ sense։ Զուտ AI-ով մի գրեք, կամ եթե արդեն պարապում եք AI-ով, այդ նորմալ է ըստ իս։ Ուղղակի ձեր մտքերը թող լինեն, այդքան տենց շատ CMAX երկու բառեր կարաք չօգտագործեք, ոնց ձեզ հարմար է, keep it natural։ Իսկ կարելի է ամբողջ գրանցումը եւ փուլերը կատարել հեռախոսով, եթե չունես MacBook։ Եղեք ես ամեն ինչ հեռախոսով եմ արել։ Ես նույնիսկ LTC կամ ELTIS-ի թեստին եմ հեռախոսով մասնակցել, թե ձեր այդ տեխնիկան հնարավորություն տալիս է մտնել գրանցվելու, մասնակցելու, հենց դրանով էլ կարող մասնակցեք, տենց ինչ որ հատուկ կանոն չկա։ Ինչով ուզում եք, կարող գրանցվեք, մասնակցեք։ Ցանկանայի, որ մանրամասներով ասեք ինչպես գրանցվեն, որը կայքում եւ խորհուրդներ տայք։ Ամբողջ ընթացակարգը ես ձեզ առանձին վիդեոյով ցույց կտամ։ Երևի հայտադիմումները բացվելուց առաջ կհրապարակեմ զուտ առանձին վիդեո կանեմ, որտեղ կասեմ ինչա պահանջում ծրագիրը, ինչպես դիմեք, ոնց անցնեք այդ ընթացակարգով։ Մի խոսքով սպասեք առանձին վիդեոյի։ Եթե դժվար չի կուզենայիք իսվեք ձեր փորձով, ուրախ կլինեի, եթե պատասխանեիք։ Ես արդեն վիդեո ունեմ YouTube-ում, բայց մի հատ էլ կարճ կասեմ։ Ես դիմել եմ 2025 թվականի օգոստոսին, ամենադժվար մասը իմ համար եղել է սպասելը, մնացած ամեն ինչ օքեյ էր ու մեկ էլ հարցազրույցի ժամանակ մի հատ պատասխանից հետո մտածել եմ, որ չեմ անցնի ու դրա պատճառով էի սթրեսի մեջ, բայց այդ ամեն ինչը անցավ ապրիլի 2-ին, երբ որ ես իմացա, որ դարձել եմ ֆինալիստ։ Մինչև հիմա ես չեմ կարողանում ընդունել, չեմ կարողանում հավատամ, բայց վիդեոից հետո ոնց որ արդեն հասկացել եմ, որ իսկապես ես հաղթել եմ։ Իմ փորձը տենց էր, խոսքով իմ փորձի մասին վիդեոները կարող եք գտնել իմ ալիքում։ Պետք է լինի, իսկ դու ինչ կասես, ես լիովին համաձայն եմ, Ջերմենայով շատ ճիշտ ասել, ընդհանրապես մի ձգտեք իդեալական լինելու, եղեք այնպիսին, ինչպիսին որ կաք, այս ամենաշատ հնչող ու արդեն ծեծված խորհուրդն է, բայց ամենալավ խորհուրդն է կարծում եմ, զուտ եղեք այնպիսին, ինչպիսին որ կաք։ Խորհուրդ կտակ, ինչի վրա շատ կենտրոնանամ։
Կենտրոնացեք փորձ հավաքելու վրա, այսինքն ինչքան շատ պատմելու բան ունենաք, այդքան ավելի լավ, օրինակ ես լիքը տենց բաների մասնակցեցի նախքան Flex-ը, որ պատմելու բան ունենամ, ու ընդհանրապես ես շատ բազայել ունեի արդեն, շատ պատմելու բաներ ունեի, կենտրոնացեք այսպես փորձ հավաքելու վրա, եթե դուք խնդրի չեք բախվել, ուրեմն չեք էլ հաղթահարել, ուրեմն պատմելու բան չունեք։ Մի խոսքով կենտրոնացեք հենց ինչ-որ փորձ ձեռք բերելու վրա, բայց սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Ես կարծում եմ, որ դրա վրա է պետք կենտրոնանալ ու նաև ձեր ինքնաճանաչման վրա կենտրոնացեք, մի հատ հասկացեք, արդյոք Flex-ին է, ինչի կարիքը դուք ունեք։ Ի դեպ, այստեղ կան շատ հարցեր, որոնց արդեն ես պատասխանել եմ։ Ուղղակի մեկ անգամ եմ պատասխան, որովհետև հնարավոր լինեն մարդիկ, ովքեր նույնպես կցանկանային իմանալ հարցերի պատասխանները։ Ինչպես գրել էսեյները, այս էսեյները մեր դպրոցում սովորած էսեյների նման չեն, ակադեմիական էսեյներ չեն, գրեք այնպես ոնց որ կարող եք։ Զուտ պատասխանեք հարցին, կարող եք ներկայացնել խնդիրը ու հետո լուծումը։ Սատկացրեցի ճանճին։ Ոնց գրենք նենց էսեյ, որ տարբերվող լինի ու հետաքրքիր, կբարևես։ Բարև Նարեկ։ Կամ չգիտեմ ոնց գրեք, որ տարբերվող լինի ու հետաքրքիր, կարծում եմ դուք պետք է մտածեք։ Օրինակ, եթե դուք ձեր միտքն եք գրելու, այդ արդեն տարբերվող է, իսկ հետաքրքիրը շատ սուբյեկտիվ է։ Եկնենց ոնց կարեք։ Եթե կարելի է, կարող ես ասել քո էսեյների հարցերը եւ ինչպես ես պատասխանել այդ հարցերին։ Ես ունեմ մոռացել իմ էսեյների թեմաները, բայց հիմա կնայեմ։ Զուտ հեսա թեմաները մոտավորապես կկարդամ։ Այստեղ կար հարց, թե ինչ հատկանիշներ ունես, որոնք քեզ թույլ կտան հարմարվել քո հյուրընկալ ընտանիքի կանոններին, որոնք տարբերվում են քո սեփական ընտանիքի կանոններից։ Բնավորության ինչ գիծես բարելավել քո մեջ ու կա մի հատ հարց, երբ ա եղել վերջին անգամը, որ ստիպված եմ եղել պաշտպանել իմ կարծիքը, ոնց եմ արել, ինչու եմ արել, պետք է զուտ բացատրեմ։ Ես հետևել եմ իմ ստեղծած լայֆհաքին, ես զուտ պատասխանել եմ հարցին։ Այսինքն կենտրոնացել եմ իմ անձնականի վրա, օրինակ եթե հարցում եմ ոնց ես պաշտպանել քո կարծիքը, ես ուղղակի ասել եմ ոնց եմ պաշտպանել իմ կարծիքը, որ ինքը վերջում հարցնում է պարտադիր թե ոնց ես արել, ինչու ես արել, ինչպես ես արել, ստացել, մի խոսքով, զուտ դրա վրա պետք է կենտրոնանաք հենց ձեր անձնական փորձի վրա։ Մինիմալ էսեյի բառերը ինչքան է, կարելի է արդյոք ավելի քիչ գրել։ Անցած տարվա տվյալներով մինիմալը եղել է 50 բառը, բայց մաքսիմում կարող եք օգտագործել 300 բառ, օրինակ ես իմ էսեյներից մեկում օգտագործել եմ 127 բառ։ Մինիմումը 50 բառն է, որը պարտադիր է ու պահանջված։ Կարող եք դրանից գրել ավել, բայց 300 բառերի սահմաններում։ 300-ից քիչ բառեր կարող եք օգտագործել, բայց 50-ից քիչ չեք կարող։ Մինիմալը 50 բառն է ու դրանից քիչ բառեր չեք կարող օգտագործել, 50 բառը պարտադիր է։ Ինչ թեմաներով են լինում երրորդ փուլի խաղերը։ Երբեք շատ տարբեր թեմաներով են լինում խաղերը։ Օրինակ իմ դեպքում մեզ բառ էին ցույց տվել, մենք չգիտեինք դրա թարգմանությունը ու պետք է զուտ թարգմանություն ասեինք, ընտրեցինք մի թարգմանություն, որը վերջում չիմացանք ճիշտ էր թե չէ, ու պետքա բեմադրություն կազմակերպեինք, որտեղ կօգտագործեինք այդ բառը։ Շատ տարբեր են խաղերը, ավելի հավես կլինի, որ չիմանաք թե ինչ խաղեր են լինելու, զուտ այդ խաղերի ժամանակ կարևոր է, որ լինեք ակտիվ, ցույց տաք ձեր առաջնորդական հմտությունները, արդյոք այդքան մեծ կապ ունի, թե որ լեզվով ես հարցազրույցն անցկացնում, բոլորովին կապ չունի, օրինակ հարց կար, որին ես պատասխանեցի հայերենով, ընտրել եմ անգլերեն, որովհետև ինձ ավելի ազատ էի զգում, երբ որ հարցերին պատասխանում էի անգլերենով, չգիտեմ, ինչով էր դա պայմանավորված, բայց ինձ համար ավելի հեշտ էր անգլերենով հաղորդակցվելը, ավելի ազատ էի մտքերս արտահայտում։ Դուք կարող եք նայել ձեր հարմարավետությանը, եթե նախընտրում եք անգլերեն, կարող եք հարցազրույցն անցկացնել անգլերենով, եթե նախընտրում եք հայերեն, կարող եք անցկացնել հայերենով, այդ կապ չունի ձեր անցնելու կամ չանցնելու հետ։ Ճիշտ է, որ Flex-ին դիմելու համար պետք է գերազանցիկ լինես, կամ որ 7, 8, 9-ից ցածր գնահատական չունենաս։ Այս գերազանցիկի պահով առաջին մասում պատասխանել էի, բայց այդ 7, 8, 9-ից ցածր գնահատականը չգիտեմ, կարծում եմ, որ եթե 1-6 ունեք, այդ խնդիր չի լինի, բայց եթե ընդհանրապես ձեր գնահատականները շատ ցածր են, որ Flex-ը նաև շատ է կարևորում ձեր ակադեմիական առաջադիմությունը, որովհետև դուք ԱՄՆ-ում սովորելու եք ավագ դպրոցում ու այդտեղ ձեր առաջադիմությունը շատ կարևոր է։ Դուք պետք է
այդտեղ լավ սովորեք ու եթե ձեր բոլոր գնահատականները 7-ից ցածր են կամ 8-ից ցածր են, դա արդեն խնդիր կլինի կարծում եմ։ Այսինքն երկրորդ փուլի մասին կպատմես ոնց է անցնում եւ ինչպես։ Երբ երկրորդ փուլը զուտ անգլերենի թեստն է, առաջին փուլը հաստատելուց հետո 24 ժամվա ընթացքում ձեզ գալու է մեյլ, որտեղ ներկայացված է լինելու երկրորդ փուլի մասին, դուք պետք է իրանց ուղարկած հղումով գնաք ու մասնակցեք երկրորդ փուլին։ Դա անգլերենի թեստ է, ունենալու եք 2 հատ տեքստեր ու պետք է պատասխանեք դրա հետ կապված հարցերի։ Եթե չեմ սխալվում, ես ավարտել եմ 7-ից 9 րոպեում երկրորդ փուլի անգլերենի թեստը։ Մի խոսքով մի լարվեք, երկրորդ փուլը on-line է։ Կոնկրետ իմ դեպքում երկրորդ փուլի ժամանակ ինձ չեն հետևել, այսինքն ես ուղղակի մտել եմ ինքնուրույն լրացրել եմ։ Կարևոր է, որ դուք ինքնուրույն լրացնեք թեստը, լինեք անկեղծ ձեր հանդեպ։ Ինչ խորհուրդներ կտակ, ինչ գրենք էսեում, որտեղ պարապելը չեմ հասկանում նկատի ունեք, ոնց որ ինչ ծրագրեր օգտագործեք կամ ինչ նյութեր օգտագործեք, որ պարապեք, թե ինչ որ մարդու մոտ գնաք պարապեք, տենց զուտ այդքան մի խորացեք, պետք չի գնալ ինչ որ մարդու մոտ պարապել, զուտ կարող օգտագործեք YouTube, կարող օգտագործեք Google, կարող օգտագործեք AI-ներ, պատկերացում կազմելու համար, բայց սա էլի իմ սեփական կարծիքն է։ Իսկույն լրիվ մի հավատացեք այն ամեն ինչին, ինչը որ տեսնում եք, եթե նույնիսկ պարապում եք, եթե դուք ամեն շատ իդեալական եք արել, դա չի նշանակում, որ դուք հաղթող եք դառնալու, քանի որ այս ընտրությունները շատ անկախատեսելի են, մի խոսքով սենց ամեն ինչին մի հավատացեք լրիվ, որ եթե այս անեք, ուրեմն անպայման կանցնեք, ուղղակի լավ ներկայանալու, լավ հանդես գալու համար կարող անեք այդ ամեն ինչը, բայց ոչինչ 100%-ով չի երաշխավորում, որ դուք կդառնաք հաղթող։ Հարցերը այսքանն էին, եթե էլի հարցեր կային, որոնց մոռացել եմ անդրադառնամ կամ չեմ տեսել, չեմ պատասխանել, ներողություն եմ խնդրում, բայց կարող եք նորից ձեր հարցերը գրել իմ Instagram-ին, եթե էլի շատ հարցեր լինեն ու կրկնվող չլինեն, անպայման կնկարեմ այս վիդեոյի երրորդ մասը։ Հույս ունեմ պատասխաններս բավարարեց ձեզ։ Հետևեք իմ YouTube-ին, հետևեք իմ Instagram-ին, կարող եք կոմենտներում գրել ձեր կարծիքները, ձեր հարցերը վիդեոյի հետ կապված կամ ընդհանրապես Flex ծրագրի հետ կապված կամ ընդհանրապես այսօր այսքանը, bye